պատկերացնեիք, որ մի օր կհայտնվեք մեկուսարանում կաթողիկոսին չդավաճանելու համար, տիրադավներին չմիանալու համար, կպատկերացնեիք, որ մի օր կհայտնվեք։ Իհարկե բոլոր սցենարներն էլ հաշվառված եղել են, բայց անակնկալներ կային ամեն դեպքում։ Ինչ փոխեց ԱԱԾ մեկուսանը ձեր կյանքում, այս ժամանակահատվածը, կալանքը։ Իրականության մեջ երեխեք, ուզում եմ առաջին հերթին ես շնորհակալություն հայտնեմ ձեզ, լրատվամիջոցներին, իմ փաստաբաններին, հոգևոր եղբայրներիս, ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, մեր հասարակական, քաղաքական, հանրային գործիչներին, բոլորին, ովքեր որ այս ընթացքում աջակցել են եկեղեցուն, մեր եկեղեցականներին եւ չեն գործրել հավատքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապօրինաբար հայտնվել են կալանավայրերում։ Ընդհանրապես ես հիշում եմ, որ կալանավայրերը ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ, ուրախ եմ ասելու, որ ես անուղելի եմ մնացել, չեմ ուղղվել այդ առումով, իմ հայացքների, իմ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։ Ինչով էիք զբաղվում, մեկուսանը բոլորի համար փակ է, Սրբազան, ինչով էիք զբաղվում, կալանքի ժամանակահատվածում։ Կարդում էինք, մտածում էինք, խոսում էինք։ Արշակ Սրբազան, դատարանը ձեր խափանան միջոցը փոխվեց, մինչ այս փոխելը, այսպես տարածում են փաստաբաններ, որ սա քաղաքական ավելի շատ հետապնդում է։ Ինչու է պայմանավորված, արդյոք կապում եք սա նախընտրական այս իրավիճակի հետ, որ փոխվեց խափանամիջոցը։ Դժվարանում եմ ասել, սուտ կասեմ, եթե ինչ-որ որոշակի պնդում կատարեմ, չգիտեմ ինչով է պայմանավորված, հեղինակներին պետք է հարցնել, թե ինչով է պայմանավորված, ես միայն գիտեմ, որ այն ինչ-որ բոլորդ գիտեք, որ այն ամենը ինչ-որ վերագրվել է ինձ, վերագրվում է բացարձակապես կապ չունի իրականության հետ եւ ընդամենը փորձ է ահաբեկելու, փորձ է վախ ներշնչելու, որը իհարկե որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Ուրախ եք, որ մեկուսարանում չեք այստեղ։ Ես մեկուսարանում էլ ուրախ էի։ Հասարեն Բագրատ Սրբազանը մնաց միայնակ, Արշակ Սրբազան։ Այո, ամենա մեծ ափսոսանքը նաև այս պահին այդ է ինձ համար, որ Բագրատ Սրբազանը խցում առանձին մնաց եւ ուզում եմ, որ ամենքս էլ աղոթենք Բագրատ Սրբազանի հոգու ամրության, պնդության համար, որը իհարկե այս ընթացքում չի պակասել, ես կարող եմ ասել։ Եվ Աստված տա, մի օր մենք բոլորս մեր համար ցանկությունների արդյունքը կտեսնենք։ Մի բան գիտեմ, ասեմ, ավարտենք, վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Սրբազան կաթողիկոսին էլ ընթացքում մեղադրանք առաջադրվեց եւ 7 հոգեվորականի հավանաբար տեղյակ եք դատանի որոշումը այսպես չկատարելու հոդվածով դուք ինչպես եք սա գնահատում ու մինչեւ ուր կհասնեք։ Եկեք մանրամասների մեջ միջամուխ չլինեմ, բայց այո, ես կարող եմ ասել, որ դա հերթական հակաեկեղեցական արշավի դրսևորումն է, դատապարտալի արշավի դրսևորումն է, որը համոզված եմ որևէ արդյունք չի ունենալու։ Սրբազան բանտով, մեղադրանքներով, օրինակ, չգիտեմ, գործերով քրեական հոգևորականներին այդ մեթոդը հոգևորականներին ճնշելու առումով աշխատում է, ուզում եմ դրա մասին Ես մի բան կարող եմ ասել, համար որ Գրիգոր Լուսավորիչը իհարկե որևէ մեկս հավակնություն չունենք համեմատվելու Լուսավորչի հետ, մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը 13 կամ 14 տարի խոր վիրապում գտնվեց։ Դա որքան էլ անսպասելի, ամենայն դեպս օրինաչափ երևույթ է, յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր համոզումների, իր կարծիքի համար վճարել, անգամ եթե դա արժանալու է ազատազրկում։ Այդպես ստացվում է, այդպես լինում է։ Սրբազան